Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս եւ բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, որտեղ յուրաքանչյուր աշխատանքային օր մենք սուրճով ու սիրով ձեզ ասում ենք բարի լույս։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, բարձր տրամադրությամբ սկսում ենք մեր եթերը։ Ես Մարինա Գրեգն եմ, ինձ հետ տաղավարում աշխատում է Սևակ Հակոբյանը եւ մոտակա 1.5 ժամը լինելու ենք միասին։ Ձեզ փոխանցելու ենք դրական լիցքեր, թարմ տեղեկատվություն եւ իհարկե զրուցելու ենք շատ հետաքրքիր թեմայի շուրջ։ Այսօր մարտի 27-ն է, արդեն 9:30, 5 շաբթի, 1 օր մնաց աշխատանքային շաբաթվա ավարտին, անverջ այս շրջապտույտի մեջ ենք, հաշվում ենք, երբ կհանգստանանք, երբ ոչ, բայց կարևոր է, որ ամբողջ շաբաթը նաև արդյունավետ անցկացնենք, իսկ օրը արդյունավետ անցկացնելու լավագույն բանաձևը առաջարկում ենք մենք առավոտյան 9:30-ից միանալ մեզ։ Ընտրեք դուք սուրճ թե թեյ, մենք ամենայն դեպս սուրճով ենք եւ սիրով սպասում ենք ձեզ, ինչպես Facebook-յան մեր հարթակում, որտեղ արդեն լայվը գործարկված է եւ կարող եք գրել մեկնաբանություններ սիրով կկարդանք, այնպես էլ սպասում ենք ձեր զանգերին 553702 հեռախոսահամարով։ Եթերաժամի սկզբում ավանդաբար մենք ձեզ հետ կկիսվենք այն կարևոր տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է օրը պլանավորելիս, եղանակի կանխատեսում, խցանումներ, տարադրամի փոխարժեք եւ նաեւ ճանապարհների իրավիճակը հանրապետությունում։ Այսօր մարտի 27-ն է արդեն, փաստորեն մնաց ընդամենը 4 օր եւ կասենք բարի գալուստ ապրիլ։ Ահա։ Իսկապես ժամանակն արագ է թռչում, մեր եթերաժամն էլ հաճախ եթերի ավարտին հասկանում ենք, թե ինչքան արագ անցավ, դրա համար փորձում ենք կիսվել այն բոլոր տեղեկատվությամբ, որն առանձնացրել ենք։ Ժամը 11-ին մեզ միանում է, ժամը 10-ին մեզ միանում է Ռադիոլուրի մեր գործընկերը եւ ներկայացնում ժամի թարմ տեղեկությունները եւ բնականաբար, ինչպես յուրաքանչյուր օր, նաեւ մենք տաղավարում կունենանք հյուրեր, որոնց հետ բավականին հետաքրքիր թեմայի շուրջ ենք խոսելու։ Մեզ արդեն բարի լույս է մաղթում Էդիկ Բաբուջանը, բարի լույս, բարի առավոտ եւ բարձր տրամադրություն բոլորիս, համեցեք 1.5 ժամ անցկացնելու միասին, նաև ողջունում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս պահին գտնվում են ավտոճանապարհներին, գուցե արդեն հասցրել են խցանման մեջ հայտնվել, բարի լույս բոլոր վարորդներին, համբերություն, քիչ անց մենք ձեզ նաև տեղեկություն կհայտնենք խցանումների մասին ու առհասարակ թե ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին։ Առավոտը քաղցրացնենք Լադանիվայի շաքարով, թեև շաքարի շատ օգտագործումը չի խրախուսվում, եկեք դա լրացնենք երգի տեսքով։ Shakare pettara norerin di manam Shakare 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 pettara di hamanchi manam Shakare 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 pettara norerin di manam Shakare 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 pet namro dem kamoranda Shakare, 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 pet the holy
կյանքը մոռանամ Սուրճ ու սեր առավոտից Առավոտյան քաղցրն ապահովեցինք, վստահ ենք այս րոպեներին հասցրիք պատրաստել ձեր սուրճը, թեյը կամ մարդիկ կան չէ առավոտը սկսում են մեկ բաժակ ջրով, միգուցե գոլ ջրով, տարբեր են այսպես նախընտրությունները։ Դետոքս ջրեր են Այո, դետոքս ջրեր են օգտագործում։ Եվ այլն։ Կարևորը միանաք մեզ եւ օրը սկսեք մեզ հետ։ Այս պահին եկեք տեսնենք, թե ինչ կանխատեսումներ կան եղանակի հետ կապված։ Այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամին հյուսիս-արևմտյան է 3-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 29-ի ցերեկային ժամերն աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 նիշով։ Երևանում այսօր երեկոյան եւս հնարավոր է կարճատև անձրև։ Առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, երեկոյան +13, իսկ գիշերը +9 եւ ստուգենք նաեւ այս պահին ինչ եղանակ է մեր մայրաքաղաքում 12 է եւ մի փոքր անպամած Բայց լրիվ կանանային եղանակ է, արդեն կարծես այն որ ասում են ցուրտը կոտրվել է, էլ չես զգում ձմռան շունչ, արդեն հիմա լրիվ կարծես գարունը մտել է իր լիիրավ, այսպես իրավունքների մեջ։ Տեսնենք ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին վերջին ժամի դրությամբ Դե ինչպես միշտ արդեն Լուսինեն ու Տիգրանը այս հարցի շուրջ շատ են կատակներ անում, փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիճ եւ Ամբերտ ամրոց տանող ավտոճանապարհները, որտեղ նորոգման աշխատանքներ են, իսկ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մայրաքաղաքում էլ ծանրաբեռնված փողոցներին անդրադառնանք, խցանումային նիշը այս պահին 5 է, ինչը մեր այսպես գեր ծանրաբեռնված մայրաքաղաքի համար արդեն սովորական է դարձել, սովորաբար այս ժամերին մինչև 7-8-ի է հասնում, բավականին այսպես ծանրաբեռնված է Խանջանից դեպի Վերնիսաժ եւ մինչև Ռոսիա կինոթատրոնի իջնող հատվածը։ Կարծես ավտովթար է տեղի ունեցել այդ պատճառով։ Մանկավարժական համալսարանի մոտ կարծես կա վթար, Կորյունը դեպի Մատենադարան գնացող հատվածը ծանրաբեռնված է Կորյունին զուգահեռ նաև Տերյանը եւ հարակից մյուս փողոցները Իսակովի պողոտա տեղափոխվենք Մարինա Իսակովի պողոտան ես բավականին շուտ եմ եկել մինչև ժամը 8-ը այդ պատճառով անցանելի էր բայց սա որ փողոցն է երկու ավտովթար է այստեղ Չարբախի մետրոյի հարևանությամբ այո երկու Շիրակի փողոցը երկու վթար կա, այստեղ նաև Գարեգին Նժդեի հրապարակից բարձրացող հատվածում կա ծանրաբեռնվածություն։ Իսակովի պողոտան համենայն դեպս այս պահին անցանելի է, միայն ամերիկյան դեսպանատան հատվածն է եւ այդ հատվածը մշտապես դժվար անցանելի է։ Այնպես որ սիրելի վարորդներ, ինչպես ասում ենք, 5-ը արդեն ոչինչ, փոքր կենտրոնում կրկին ծանրաբեռնված փողոցներ կան, բայց կարծես թե դեռ շարունակվում են, չէ՞, դպրոցական արձակուրդները։ Եվ դա այնքան հաճելի է։ Դու ծնողներին հացով են դպրոցական արձակուրդները։ Վարորդների համար հաճելի է, իսկ տանը անվերջ աղմուկի մեջ ապրող ծնողներին ոչ այնքան, բայց այսպեսին է պատկերը մայրաքաղաքում։ Եվ նաև անդրադառնանք տարադրամի փոխարժեքին, ըստ կենտրոնական բանկի դոլարն արժե 391 դրամ 8 լումա, եվրոյի փոխարժեքը 422 դրամ 79 լումա է, ռուբլունը 4 դրամ 43 լումա։ Ահա այսքան այն կարևոր տեղեկատվությունը, որը յուրաքանչյուր օր մենք ձեզ ներկայացնում ենք եւ վերադառնալով օրվան, այսօր մարտի 27-ն է, սա առանձնահատուկ մի օր է թատերական գործիչների համար, որովհետեւ այսօր աշխարհում նշվում է թատրոնի օրը, դերասանների, ռեժիսորների, թատերական գործիչների եւ բնականաբար, ինչպես երեք խոստացել էինք, անդրադառնալու ենք նաեւ այս թեմային ու Մարինա արի շնորհավորենք բոլոր թատերական գործիչներին, նրանք իսկապես նվիրյալներ են, սա պարզապես այսպես պաթոսով տողեր չեն, բառեր չեն, որոնք ոչ այնքան բարենպաստ պայմաններում երբեմն ստեղծագործում են, ստեղծում են նորը եւ մեզ փոխանցում են այն հույզերը, լիցքերը, որոնք անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու։ Միանշանակ միանում եմ շնորհավորանքներին եւ հավելեմ, որ դա այն մասնագիտությունն ու այն աշխատանքն է, որը առանց սիրելու ուղղակի չես կարող անել, իսկ թատրոնի մարդիկ անձնվիրաբար, այսպես իրենց նվիրել են, իրենց կյանքը նվիրել են ամբողջությամբ թատրոնին եւ դա ամեն անգամ զգում ես, երբ գնում ես որևէ ներկայացում
ներկայացում դիտելու եւ խոսքը միայն դերասանական կազմի մասին չէ, այլ ամբողջ կազմի այն մարդկանց, որոնց գուցե մենք չենք տեսնում բեմին, այնուամենայնիվ էլի նկատելի է, որ թատրոնի մարդիկ ամբողջ կյանքով նվիրված են թատրոնին եւ դա անգնահատելի է։ Հայտնի խոսք կա, չէ, թատրոնը սկսվում է կախիչից, հանդերձարանից եւ դա իսկապես այդպես է, մենք թատրոնասում ենք, պատկերացնում ենք միանգամից դերասաններին, ռեժիսորներին, բայց ամբողջ անձնակազմը կլոր տարին աշխատում է հրաշալի ներկայացումներ ներկայացնելու համար եւ մի փոքր անդրադառնանք այսպես տոնի նախապատմությանը, թատրոնի համաշխարհային օր, սա ինչպես նշեցինք, միջազգային տոն է, թատրոնի բոլոր աշխատողների պատվին, ամբողջ աշխարհում է նշվում եւ սովորաբար ունի խորագիր թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման եւ փոխըմբռնման միջոց։ Թատրոնի համաշխարհային օր տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ ստեղծվել Պրահայում 1948 թվականին։ Խորհրդային սոցիալիստական հանրապետությունը թեմի անդամ է դարձել 1959 թվականին, երբ ԽՍՀՄ-ի մայրաքաղաք Մոսկվայում համառուսաստանյան թատերական ընկերությունը ստեղծեց թատրոնի միջազգային ինստիտուտի խորհրդային ազգային կենտրոնը։ Սա իսկապես տոն է թատրոնում աշխատող բոլոր մարդկանց համար եւ տարբեր երկրներում յուրատեսակ է նշվում, փառատոններ, ներկայացումներ, հետաքրքիր միջոցառումներ, իսկ որոշ թատրոններ էլ աշխարհի տարբեր երկրներում փորձում են այդ օրը ցուցադրել նաեւ նոր ներկայացումներ, այսինքն պրեմիերաներ։ Եվ ինչպես դու նշեցիր, թատրոնը սկսում է կախիչներից, այսպես է գրված է, որից էլ պարզ է դառնում, որ թատրոնում չկան երկրորդական դերեր եւ մասնագիտություններ։ Թատերական արվեստի սիրահարների համար թատրոնի օրը իսկական տոն է, քանի որ այդ օրը տեղի են ունենում հանդիսավոր տարբեր միջոցառումներ, մշակութային տաճարներում եւս եւ տարբեր թատերական փառատոներ, իսկ որոշ թատրոններ այդ օրը փորձում են ցուցադրել նոր ներկայացումներ։ Մենք կարող ենք մեր ռադիո լսողներին հարց ուղղել, որն է ձեր սիրելի ներկայացումը կամ որն եք դիտել վերջինը, հատկապես մեզ նաև շատ են լսում եւ Facebook-ում դիտում մարզերից, կարող եք նաև ձեր մարզային թատրոնի մասին պատմել։ Մարինա, թատերական աշխարհը այսպես միշտ կարիք ունի, չէ՞, աջակցության, ֆինանսավորման, դրա մասին շատ ենք լսում նաև Երևանյան թատրոններից, բայց մարզային թատրոններում երբեմն վիճակը ոչ այնքան բարենպաստ է, բայց հենց այստեղ է, որ ասում ենք այս գործիչները նվիրյալներ են չնայած այս սուղ պայմաններին, նրանք միշտ փորձում են ստեղծագործել եւ ապահովել տվյալ մարզի, տվյալ համայնքի մշակութային կյանքի ակտիվությունը։ Եվ շատ ուրախալի է, որ վերջին շրջանում մարզային թատրոնների կյանքը այսպես երկրորդ շունչ է առել, կարելի ասել, եւ Երևանից շատ-շատերը հատուկ տոմս են գնում եւ գնում են մարզեր ներկայացում դիտելու։ Այստեղ երևի առանձնացնենք Գյումրու դրամատիկական թատրոնը, որը վերջին տարիներին այնպիսի ներկայացումներ է կազմակերպում, որոնց համար իսկապես մարդիկ գնում են, հասնում են Գյումրի գիշերակացով, սա այսպես կարելի ասել մի տուրիստական շղթա է, որը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, փոքր բիզնեսի չի աճին եւ նաեւ մեր մյուս մարզային թատրոններն էլ, օրինակ Աշտարակի թատրոնը կհիշեմ, որ հետաքրքիր ներկայացումներ է անում, միգուցե այստեղ սուբյեկտիվ եմ թվարկում որոշ թատրոններ, բայց իսկապես հաճելի է եւ հրաշալի, որ մարզերում թատերական կյանքը ակտիվ է ոչ միայն մարզաբնակների համար, այլև մայրաքաղաքում ապրողների։ Իսկապես։ Հայկական թատրոն, հունական եւ հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում բնականաբար եւ թատերարվեստի հնագույն եւ ժողովրդական տեսակը պարերգական դրաման է, որն իր ազդեցությունն է ունեցել առաջավոր ասիական, բալկանյան եւ Ապենինյան ժողովուրդների բանահյուսության մեջ։ Մշակութային այս միջավայրում է կազմավորվել նաև հայ ժողովրդական եւ խորհրդապաշտական դրաման իր պարերգային տեսակով։ Թատերական այդ հին համակարգը իհարկե չի պահպանվել, բայց թողել է իր լեզվական հետքերը։ Այո, բազմաթիվ են պատմական ակնարկները, թե ինչ հնագույն պատմություն ունի մեր թատրոնը, իհարկե կարելի է պատկերացնել, որ դա մեր պատկերացրած այսօրվա թատրոնը չէ, առանձին շենքով, շքեղ բեմով, լույսերով եւ այսպես մշտական անձնակազմով, հայկական թատրոնը տարբեր աղբյուրներով դեռ մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակից է այսպես սկիզբ առել, իսկ պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից եւ ժողովրդական կատակերգությունից։ Տես միշտ մեզ ուղեկցել է եւ կատակերգությունը եւ ողբերգությունը։ Ասում են, որ հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մեր թվարկությունից առաջ 69 թվականին Տիգրան Մեծ արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է Սիրիայի հելենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաեւ, որ Տիգրանի որդի Արտավազդ II, ով
ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում, ստեղծել է հելենիստական ոճի թատրոն։ Ահա թե ինչու Հայաստանում թատրոնի օրը մշտապես կազմակերպվում է մի հետաքրքիր մրցանակաբաշխություն, որը կոչվում է Արտավազդ։ Դրան դեռ կանդրադառնանք, դա առաջացել է հենց այս պատմական փաստից եւ հին հայկական թատրոնում հետաքրքիր է, որ զարգացել է նաեւ մնջախաղը, երկրորդ դարից արդեն հայտնի են մեզ փոխանցվում են մնջախաղի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ, փաստեր, երկրորդից երրորդ դարերում հայ ողբերգակ դերասանները խաղում էին հունական եւ հայկական ներկայացումներում, իսկ 4-րդ դարի կեսերից ներկայացումներ էին բեմադրվում նաև Արշակ II թագավորի պալատում։ Եվ արդեն 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց նաև ավատատիրական կարգերի ամրապնդվելուց հետո նկատվեց եկեղեցու հակազդեցությունը թատերական արվեստի վրա, հայտնի են օրինակ կաթողիկոս Հովանես Մանդակունու քարոզները ուղղված թատերական արվեստին, բայց ինչպես տեսնում ենք թատրոնը այսօր կա եւ շարունակում է զարգանալ։ Եվ եւս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր թատերական գործիչներին այս հրաշալի օրվա առթիվ եւ Մարինա անդրադառնանք արդեն օրվա գլխավոր իրադարձությանը Արտավազդին, որը նշեցինք տարիներ շարունակ արդեն թատերական գործիչների միությունը այսօրը նշանավորում է Արտավազդ թատերական մրցանակաբաշխությամբ, որի ժամանակ գնահատվում է թատերարվեստի նախորդ տարվա ձեռքբերումները եւ տարբեր տարիներին տարբեր մասշտաբի, այսպես մեծ, մի քիչ մի քիչ համեստ միջոցառումներ են կազմակերպվում, բայց կարևոր է, որ այդ օրը արժանիները գնահատվում են, ստանում են բաղձալի, այսպես Արտավազդ արձանիկը եւ շարունակում նույն ողջավորությամբ ստեղծագործել եւ մշտապես այս միջոցառումը անցկացվել է մայրաքաղաքում ու ահա այս տարի առաջին անգամ հետաքրքիր նորամուծություն է լինելու մրցանակաբաշխությունը գնացել է Հայաստանի հարավ Սյունիք Կապանում է այս տարի եւ թատրոնի ներկայացուցիչները, դերասանները բոլորը մեծամասնությունը գտնվում են Կապանում։ Այո, մենք այսպես ներքին խոհանոցային մի գաղտնիք էլ բացենք, շատ կուզեինք այսօր հենց թատերական գործիչների հետ քննարկել այս կարևոր տոնը, բայց նրանք բոլորը Կապանի ճանապարհին են։ Մենք փորձեցինք կապ հաստատել եւ մի քանի դերասանների կամ թատրոնի ներկայացուցիչների հրավիրել այսօրվա թեմայի շուրջ զրուցելու համար, ցավոք չստացվեց, որովհետեւ նրանք բոլորը գտնվում են Կապանում։ Բայց նաեւ ուրախ ենք, որովհետեւ կարևոր է, որ մշակութային կյանքը այսպես ապակենտրոնացվի եւ հասնի մարզեր։ Այսքան տարիներ անցկացվել է Երևանում, հիմա թող մարզային թատրոնները ապրեն, շնչեն եւ իդեպ ասենք, որ Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյա հոբելյանի արխիվ է, որ հենց Կապանում է անցկացվելու Արտավազդ 2025 մրցանակաբաշխությունը։ Այս առիթով թատրոնի տնօրենը դիմում էր ներկայացրել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին եւ ի վերջո որոշում է կայացվել թատերական այս միջոցառումը առաջին անգամ այսպես Երևանից տանել մարզեր Սյունիք այս դեպքում եւ ասենք, որ մինչեւ մրցանակաբաշխությունն էլ այս մեկ շաբաթվա ընթացքում Կապանում նաեւ կամերային ներկայացումների փառատոն է եղել, այնպես որ Կապանն իսկապես շնչել է թատրոնով։ Եվ կարելի է ասել, որ Արտավազդը Հայաստանում դարձավ այն մրցանակաբաշխությունը, որը իսկապես բացի այն, որ արվեստի գործիչներին եւ թատրոնի ներկայացուցիչներին հավաքում է իր խումբը եւ մնացած դերասաններին, այլ նաեւ նրանց համար դարձել է շատ կարեւոր ու իրենք իսկապես սպասում են տեսնելու ամփոփումը մրցանակաբաշխության եւ թե ով է արժանանալու բաղձալի արձանիկին, այսինքն Արտավազդը քիչ-քիչ դառնում է ցանկալի եւ բաղձալի իսկապես արձանիկ։ Ցավոք տարբեր ոլորտներում կան, չէ, այսպես մտածածին մրցանակաբաշխություններ, որոնք չեն վայելում այդ սերը, անգամ այդ ոլորտի ներկայացուցիչների մոտ թերահավատություն կա, բայց Արտավազդը դրանց շարքում չէ, իսկապես այն սպասված է եւ Մարինա ասեմ, որ վերջին գրեթե բոլոր տարիներին փորձել եմ ներկա լինել, այս տարի մի փոքր տխուր եմ, որ Երևանում չէ, բայց շատ ուրախ եմ, որ Երևանում չէ, բայց Կապանում է եւ այնտեղ հիմա էլ մարզերի բնակիչները, հատկապես Սյունիքի կարողանան ներկա լինել եւ արի 1-2 այսպես նոմինացիայի անդրադառնանք Մարինա գլխավորներին լավագույն տղամարդ դերակատար անվանակարգում առաջադրված է Վարշամ Գևորգյանը համազգային թատրոնից, իսկ դրսում ձյուն է գալիս ներկայացման համար Ներսես Մարկոսյանը Ազնավուր ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջոցով Ազնավուրի դերն է կատարել կամերային թատրոնում Արտավազդ Գրիգորյան Իմ ծաղկած դեղցենի Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի դերասան է Արմեն Քուշկյանը Սասունցի Դավիթ
մոնոներկայացման համար Արմոնո միջազգային փառատոնից ահա այս 4 դերասանները այսօր կպայքարեն լավագույն տղամարդ դերակատար անվանակարգի համար։ Լավագույն կին դերակատար անվանակարգի համար պայքարում են Տաթևիկ Ղազարյանը, բարկանում ես Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի Ես ինչքան ներկա եղել եմ Տաթևիկը ստացել է Արաքսիա Մելիքյանը Մայր Հայաստանի համար Վատ թատրոնից Լիլիա Մուկուչյան Սպանդի Աստվածը Վերոնիկա Վալոնդերի համար Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից Ժաննա Հովակիմյանը Էդիպ մոնոներկայացման համար թատրոն 8-ից նաև Գայանե Մանուկյանը Խավարի առաքյալները, որտեղ Տիկին Սարային էր մարմնավորում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնից եւ Աիդա Սահակյանը Իմ ծաղկած դեղձենին կրկին Վարդո Վարդուհի դերի համար Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնից։ Եվս երկու այսպես անվանակարգի անդրադառնանք արդեն վերջում լավագույն ռեժիսուրը անվանակարգում պայքարում են Լյուդվիգ Հարությունյանը Խավարի առաքյալները ներկայացման համար Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնից Սուրեն Շահվերդյանը Փող Կիրք Իշխանություն Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն Նարինե Գրիգորյան Լակոտը Սասունցի Դավիթ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն եւ Արմոնո միջազգային փառատոն, քանի որ երկու ներկայացում էր եւ Զարա Անտոնյան Բաբելոն թատրոն։ Սրանք այն ռեժիսորների անուններն են, որոնք պայքարում են լավագույն ռեժիսուրը անվանակարգում։ Եվ լավագույն ներկայացում անվանակարգում մրցում են էլի 4 ներկայացումներ Խանումը, բեմադրությունը Արմեն Բայանդուրյանի, Խավարի առաքյալները, բեմադրությունը Լյուդվիգ Հարությունյանի, կրկին Լակոտը, բեմադրությունը Անդրանիկ Միքայելյան, Նարինե Գրիգորյան, Փող Կիրք Իշխանություն, բեմադրություն Սուրեն Շահվերդյանի։ Այնպես որ հաջողություն ենք մաղթում մեր բոլոր թատերական գործիչներին, որոնք այսօր պայքարում են, այսպես արտավազդի արձանիկի համար, անգամ եթե չեն էլ պայքարում, այսօր իրենց մասնագիտական տոնն է, թող ձեր ստեղծագործական այսպես եռանդը, ակտիվությունը անսպառ լինի եւ դահլիճներն էլ լեփ-լեցուն։ Եվ մենք ունենք մի քանի փաստեր կապված թատրոնի օրվա հետ, հետաքրքիր փաստեր։ Կարծում եմ կարելի է լսել երգ, հետո վերադառնալ եւ անդրադառնալ այդ փաստերին։ Այո, նաեւ կանդրադառնանք մեկնաբանություններին, ենթադրում եմ Facebook-ում մեզ արդեն թեմայի վերաբերյալ մեկնաբանություններով ողողել են մեր մեկնաբանությունների դաշտը։ Այո։ Լավ, արի երգ լսենք ու եւս մեկ անգամ ռադիոլսողներին մեր on-line այսպես ռադիոլսողներին հատկապես հիշեցնենք օրվա հարցը, մեկնաբանություններում գրեք ձեր սիրելի թատրոնը, ներկայացումը կամ եթե այս կամ այն մարզից համայնքից եք մեզ լսում, պատմեք ձեր մարզային թատրոնի մասին։ Զինչ տամ լողովրչուն զոմա զոմա է Զիմ լաչիկ տամ լողովրչուն կոմա կոմա է Զինչ տամ լողովրչուն զոմա զոմա է Զիմ լաչիկ տամ լողովրչուն կոմա կոմա է Զինչ տամ լողովրչուն զոմա զոմա է Զիմ գոտին տամ լողովրչուն կոմա կոմա է Ոչ հարավ ոչ հավանեզավ զոմա զոմա է
Սուրճ ու սեր առավոտից։ 9:58 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը եւ այսօր խոսում ենք թատրոնի մասին, որովհետեւ թատրոնի միջազգային օրն է նշվում աշխարհում եւ մեզ միացել է արդեն ռադիոլուրի մեր գործընկերը Արմինեն Գևորգյան, Արմինեն։ Բարի լույս։ Իսկական թատերասեր, կարելի է քեզ էլ շնորհավորել այսօրվա արդիվ։ Շատ ճիշտ շնորհավոր ենք քեզ։ Եվ խոսում ենք այսօր արտավազդ մրցանակավ աշխատությունից ընդհանրապես Հայաստանում թատերական կյանքից, քո սիրելի թատրոնները, ներկայացումները որոնք են։ Ժամանակին ամենաշատը այցելում էի համազգային թատրոն եւ այնտեղ կա մի ներկայացում, որ չեմ հոգնի անընդհատ նայելուց 44 աստիճանի վրա խաղում է Տաթև Ղազարյանը եւ Վարշամ Գևորգյանը, հրաշալի ներկայացում է։ Պատանի հանդիսատեսում շատ հետաքրքիր ներկայացումներ կան, Խենթը շատ լավն է։ Ազգային օպերային թատրոնն եմ շատ սիրում, վերջերս նայել եմ Օթելոն, 4 գործողություններ, բայց կարծես մեկ շնչով այդ ամեն ինչը տեղի էր ունենում, շատ հետաքրքիր էր, մի խոսքով լավ ներկայացումներ ունենք, դրանց կողքին իհարկե կան նաև վատերը եւ շատ վատերը։ Բայց երևի թե այդ ներկայացումները եւս պետք է լինեն, որպեսզի գնահատենք լավերը եւ այո, պետք է նաեւ երբեմն գնալ ու նայել վատը, որ հասկանաս թե լավը որն է։ Արմինե Մարինային ասում է, որ գրեթե միշտ փորձել եմ ներկա լինել Արտավազդին եւ այնտեղ նաեւ քեզ եմ տեսել, բայց այս տարի չենք կարող կապանում է, բայց դա էլ է ուրախալի, չէ՞։ Այո, դա էլ է ուրախալի, բայց ես միշտ շատ մեծ սիրով եի գնում Արտավազդը եւ դիտելու եւ լուսաբանելու, ունեի արդեն իմ նախընտրած, հա, տեխնացուները դերասաններ, դերասանուհիներ, թերևս գիտենք բոլորս, որ ներկայացումներն են Արտավազդի արժանանում, բայց ամենակարևոր մրցանակը երևի դերասան, դերասանուհին, տարվա լավագույնը։ Դե այսօր Իրիկուն երեկոյան ներողություն արդեն པարզ կլինի ովքեր կտանեն իրենց տուն։ Վաղ առավոտյան վստահաբար մենք այդ լուրերին էլի կանդրադառնանք, այժմ արդեն լարենք ժամացույցները։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում հանրայինի եթերում լրատվության ժամ է, խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Եթե Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությանը, ապա անտրամաբանական եւ լեգիտիմ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն է։ Նախորդին Վիեննայում հայտարարել է փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի ժամանակ։ Աբիսողոմոնյանը շեշտել է Մինսկի գործընթացի կառույցների հետագա գործունեության կարիք չի լինի այն պահից, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, պաշտոնական եւ ինստիտուցիոնալ կերպով արձանագրելով հակամարտության ավարտը։ Հակառակ դեպքում ըստ փոխարտգործնախարարի դա կնշանակի սայլը ձիուց առաջ դնել։ Անդրադառնալով Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին, Աբիսողոմոնյանը նախ վկայակոչել է Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը, ապա շեշտել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի պարունակում որևէ դրույթ, որը կարող է ենթադրել տարածքային պահանջ որևէ երրորդ երկրի նկատմամբ։ Միևնույն ժամանակ փոխարտգործնախարարը նկատել է իրականում մտահոգություն է առաջացնում հենց Ադրբեջանի սահմանադրությունը, քանի որ այն պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։ Մեջբերում եմ ելույթից մեկ հատված եւս։ Ադրբեջանի մեղադրանքները եզակի դեպքեր չեն։ Դրանք մաս են հստակ եւ ձևավորված մի գործելավոճի, ըստ որի Ադրբեջանն ակտիվացնում է զինադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ ապատեղեկատվության քարոզչությունը, օգտագործելով այն որպես արդարացում տարածաշրջանում հետագա լարվածության համար։ 2020 եւ 23 թվականներին հայկական կողմը բազմիցս ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությանն է ներկայացրել նմանօրինակ մարտավարության դեպքեր։ Իմ կոչն է առավել ուշադիր լինել այս գործողությունների օրինաչափության նկատմամբ, հայտարարել է փոխարտգործնախարարը ԵԱՀԿ փոխարտգործնախարարը Վիեննայում։ Հայ գերիների ազատ արձակումը կարող է նպաստել կայուն խաղաղության հաստատմանը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը բրազիլիական լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, սակայն նշել, որ խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով։ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, որին աջակցել են 8 եկեղեցական առաջնորդներ, նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Սեր Քիր Սթարմերին Ադրբեջանում
Հայաստանում բանտարկված հայ գերիների հարցով։ Նամակում մասնավորապես ներկայացվում է, որ 2023 թվականին բռնի տեղահանումից հետո Ադրբեջանը կամայականորեն բանտարկել է 23 հայ պետական պաշտոնյաների եւ քաղաքացիական անձանց, ներկայացնելով շինծ ու մեղադրանքներ։ Հոգևոր հայրերը կոչ են արել վարչապետ Թարմերին վճռականորեն հորդորել Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները եւ ազատ արձակել բանտարկյալ հայերին։ Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, նշելով, թե հնարավորությունը հավերժ չէ, հայտարարել է այս մասին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա ընդգծել է խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման եւ դիվանագիտական կապերի հաստատման համար։ Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, հրաժարվի տարածքային հավակնություններից եւ օտար ուժերին դուրս բերի սահմանամերձ շրջաններից։ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ի պատասխան Սպուտնիկ Արմենիայի հարցման։ Լրատվամիջոցը հետաքրքրվել էր, թե ինչ փուլում է գործընթացը, երբ է նախատեսվում դիվանագիտական ներկայացուցչության բացումը։ Հարցը երկու երկրների միջև քննարկումների փուլում է, պատասխանել է ԱԳՆ-ն։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում էր շուրջ 3 տարի, իսկ 2023 թվականի սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը։ Պաշտոնական լրահոսից Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր պաշտոնական այց է կատարել Ղազախստան։ Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետի արտաքին գործերի նախարար Մուրադ Նուրտլեյուի հետ։ Նախատեսված են նաև բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ։ Հայաստանի ազգային ժողովի падգամավորն են ապրիլի 6-ից 12-ը կգործուղվեն Ստրասբուրգ, Ֆրանսիայի Հանրապետություն մասնակցելու Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի եւ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է ազգային ժողովում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը։ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից։ Խորհրդարանում լրագրողների գործունեության համար սահմանված կանոնները չպետք է վերածվեն նրանց իրավունքների սահմանափակման կամ մասնագիտական գործունեության անհարկի միջամտության միջոցի։ Հիշեցնենք, մարտի 20-ին ճեպազրույցի ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել էր լրագրողին հեռանալ իր կողքից։ Լրագրողները փորձել էին պաստառ պահել օթյակից, սակայն անվտանգության աշխատակիցները խլել են պաստառն ու դուրս հրավիրել նրանց։ Լրագրողների պահանջն է էթիկայի հանձնաժողով ստեղծել իշխող կուսակցության падգամավոր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու համար։ Պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրվում են միջադեպի վերաբերյալ հրապարակային նյութերը եւ իր լիազորությունների շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։ Այժմ անդրադառնանք միջազգային լրահոսին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուի հետ հանդիպման հայտարարել է Ուկրաինային 2 միլիարդ եվրո լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրելու մասին։ Մակրոնի խոսքով փաթեթում ներառվել են հակատանկային հրթիռներ, հոբ միջոցներ, Միրաժ կործանիչների համար նախատեսված հրթիռներ, ցամաքային պաշտպանության հրթիռներ, ինչպես նաև զրահամեքենաներ։ Ֆրանսիայի ղեկավարը Զելենսկուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը պետք է համաձայնի Ուկրաինայում 30-օրյա զինադադարին առանց նախապայմանների։ Նա մեղադրել է Մոսկվային դեռևս պատերազմի կամք դրսևորելու համար եւ ասել, որ այժմ վճռական փուլ է մարտերը դադարեցնելու համար։ Եվ վերջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային գովաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին աջակցություն հայտնելով կառավարությանը, որը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու ձերբակալությունից հետո բախվում է զանգվածային հակակառավարական ցույցերի եւ շուկայի անկայունության աճին։ Այս մասին գրել է Bloomberg-ը։ Լավ տեղ, լավ առաջնորդ, ասել է Թրամփը տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանի տեխնացուների հետ հանդիպման ժամանակ։ Եվ վերադառնանք
օրվան։ Այսօր թատրոնի միջազգային օրն է եւ ամենամյա թատերական արտավազդ 2025 մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա Կապան քաղաքում։ Այս տարի լրանում է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակը, ուստի որոշվել է արտավազդ մրցանակաբաշխությունը նվիրել այդ հոբելյանին։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը հանրային ռադիոյի եթերում, խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Collecting big bucks around the world, we receiving them, taking our love just to give a little joy. You know who we are. That's right. Bad boy, 17 in the making, no time for the faking. So get on the floor, let me see your body shaking. I want you to want this hot fantasy, cause I love what you do to me. Come on. What you do to me, give me love instantly. Let's go all the way. Come on and make my day. Do what you do to me, the way that it's supposed to be. Live your fantasy, love in ecstasy. I say take me like a man. I say take me as I am. I say take me by the hand. I say take me if you can. I said you can turn away. I said you cannot defy. I said you can't be afraid and you cannot deny. The way that I feel should be plain to see, cause you be taking control of the lover in me. I never ever felt such a feeling so free. The way that you kiss me, we can make history. I give you all my love till there's nothing that's left of me. Yes, in the end, that's the way it's supposed to be. Bad boys, bad girls, sharing ecstasy, cause I love what you do to me. You do what you do to me, give me love instantly. Let's go all the way. Come on and make my day. Do what you do to me, the way that it's supposed to be. Live your fantasy, love in ecstasy. I say take me like a man. I say take me as I am. I say take me by the hand. I say take me if you can. I said you can turn away. I said you cannot defy. I said you can't be afraid and you cannot deny. You do what you do to me. Yeah, Yeah. Rick McCoy. Rick McCoy on the mic now. Do what you do to me. Uh-huh, Me sona. yeah, Yeah. that's what I mean. Do what you do to me. One You time. do what you do to me. Give me love instantly. Let's go all the way. Come on and make my day. Do what you do to me, the way that it's supposed to be. Live your fantasy, love in ecstasy. I say take me like a man. I say take me as I am. I say take me by the hand. I say take me if you can. I said you can turn away. I said you cannot defy. I said you can't be afraid and you cannot deny. Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճով ու սիրով շարունակում ենք մեր ուղիղ եթերը 10:12 եւ այս պահին արդեն մեր տաղավարը մարդաշատ է, մենք զրուցելու ենք մեր օրվա թեմայի շուրջ։ Եվ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու եւ այսպես Հայ մայրեր բարեգործական հասարակական կազմակերպությունը եւ Հայ քույզ նախաձեռնությունը կանանց միամսյակը ամփոփվում են ինչ որտեղ երբ բարեգործական ինտելեկտուալ մրցաշարով եւ հրավիրում են բոլորին մասնակցելու։ Դեռ մի քանի օր առաջ չէ մեկնարկել միամսյակը, մեկ էլ հոп արդեն ամփոփելու ժամանակն է եւ հետաքրքիր միջոցառմամբ է այն ամփոփվում։ Մեր տաղավարում են Հայ մայրեր բարեգործական կազմակերպության PR եւ ֆոնդ հայթայթման պատասխանատու Սահականուշ Պողոսյանը, բարի լույս, եւ Հայ քույզ նախաձեռնության համահիմնադիր Արման Հայրապետյանը, Արման շնորհակալ ենք, որ եկել եք, բարի լույս։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ մեր մշտական հարցը. ինչով եք սկսում առավոտը, սուրճով, թեյով, գուցե ջրով։ Ես պարտադիր սուրճով եւ վազքով։ Հասցնում եք, երբ եք արթնանում։ Սուրճում եմ ու վազում։ Աշխատանքի։ Վազում հարաբերական ասած, տան մեջ 2 երեխա, պարտեզ, դպրոց եւ աշխատանքի։ Իրական մարզան։ Ցավոք հիմա դժվար է վայելելը սուրճը առավոտյան, դրա համար սենց համադրում ենք։ Համատեղում եք, որպեսզի հասցնեք դուք, Արման։ Կախված է ես շուտ կզարթնեմ, թե տղաս։ Եթե ինքն է շուտ զարթնում, ապա արթնանում եմ իր մատով փորձում աշկս բացել, որ համոզվի արթնեմ։ Եթե ես եմ արթնանում, փորձում եմ տեսնել ինչքան խորնակ քնած։ Ձեր առավոտյան սուրճը ձեր տղայի մատն է, փաստորեն։ Շատ լավ։ Ամեն դեպքում հաճելի է, որ երեխաների հետ եք սկսում ձեր օրը, սուրճը կհասցնեք դեռ վայելել, մի փոքր էլ մեծանան։ Հետաքրքիր նախաձեռնությամբ եք հանդես գալիս ապրիլի 8 Պաստորեն կանանց միամսյակը ամփոփվում է եւ բարեգործությամբ նախ ինչպես որոշվեց, ինչպես գտաք իրար։ Արմանը մեզ գտավ, այսպես կարելի ասել, առաջարկը հենց Հայ քույզինն էր եւ շատ կարեւոր առաջարկ էր, որովհետեւ սա թերևս մեր առաջին ինտելեկտուալ մրցաշարն է Հայ մայրերի տեսանկյունից։ Մենք անում ենք բազմաթիվ միջոցառումներ, տարաբնույթ, համերգներ, գալա-ընթրիք, այլ հանդիպումների ֆորմատով, բայց սա որպես ինտելեկտուալ մրցաշար բարեգործական մեր կյանքում առաջին էր եւ շատ ուրախ ենք համագործակցության համար եւ Արմանը ասի ինչպես մեզ ընտրեց։ Ահա, խնդրեմ Արման։ Մի փոքր նախաբանից սկսեմ։ Ես խաղալով ինչ որտեղ եւ այլ ինտելեկտուալ խաղեր շատ մանկուց անգամ միշտ հետաքրքրված եմ եղել դրանով եւ տարիներ շարունակ նաեւ կազմակերպել եմ ինտելեկտուալ խաղեր եւ մասնակցելով դրանցից մեկին Դովթում անցկացվող խաղին, որը կազմակերպում է Վեմինտելը, այդ Վեմինտելի հիմնադրի Կարլեն Հակոբյանի հետ խոսեցի եւ միասին որոշեցինք ստեղծել նոր նախաձեռնություն Հայ քույզ եւ միասին կազմակերպել այլ ինտելեկտուալ խաղեր, դրանք միայն ինչ որտեղ երբ խաղերը չեն, այլ նաև այլ տեսակի քույզեր, ինչ որտեղ երբի այլ տեսակներ սպորտային, միայն 6 հոգու համար խաղ, որպեսզի թիմով գան եւ մարզվեն եւ այլն, եւ որոշեցինք այդ նախաձեռնությունը պետք է ունենա նաև անպայման բարեգործական բաղկացուցիչ, այսինքն կազմակերպենք մրցաշար, որին թիմեր կգան ուղղակի կխաղան եւ ամսվա երամսյակի տարվա կտրվածքով հաղթող կճանաչվեն եւ տարվա ընթացքում առնվազն 10 բարեգործական խաղ անցկացնել, որոնց հասույթը կփոխանցվի տարբեր կազմակերպությունների եւ մեզ համար ընտրեցինք մի շարք ուղղություններ, որոնցից մեկը այն ոլորտում է, որը իրական գործունեություն է, որը իրականացնում է Հայ մայրեր նախաձեռնությունը եւ իհարկե Նարինեին շատ լավ ճանաչելով, իմանալով իրենց բազմամյա եւ շատ կարեւոր գործունեության մասին, դիմեցի, ասացի ուզում ենք sense բան կազմակերպել ձեզ համար։ Հիմա փաստորեն պատրաստ եք ընդունելու տարբեր թիմերի, մարդիկ կարող են գալ եւ մասնակցել, ճիշտ ենք հասկանում։ Այո, ձևաչափը քանի որ բարեգործական է, Այս պարագայում եւ ընդունում ենք անհատների մասնակցությունը, այսինքն ես ուզում եմ ուղղակի ինձ հետաքրքիր է, հա, շատերը չգիտեն, որ այդպիսի բան կա, շատերը չեն էլ պատկերացնում, որ իրենք հավակնում են խաղալու, հա, որովհետեւ երբ որ ասում ենք ինտելեկտուալ խաղ, մարդիկ պատկերացնում են շատ վեհ, այսպես ինտելեկտուալ տեսել ենք այդ խաղը, ես հիշում եմ, երբ նստած նայում էին տատիկս, պապիկս, ինձ համար դա այնքան բարդագույն խաղ էր։ Այո, բայց հիմա կարելի ասել, որ կարծրատիպեր ենք կոտրում, ինչի համար, որովհետև հատկապես ինչ որտեղ երբը տրամաբանական խաղ է, ճիշտ է Մարման ջան, այսինքն ցանկացած մարդ
կարող է մասնակցել եւ այն տրամաբանական շղթան բնականաբար գիտելիքը կարեւոր է, այստեղ չենք վիճում, բայց այն տրամաբանական շղթան հարցերի կառուցվածքային որոշակի հուշումներ բան 1 2 3 խաղալու դեպքում եւ իրենց մեջ նոր ինչ որ մոտիվացիա է առաջանում եւ գիտելիք հայթայթելու պրպտելու մեթոդներ են դրանից ի հայտ գալիս, այսպես ասած, եւ մենք փորձում ենք նաեւ կոտրել կարծրատիպը ու ասել, որ յուրաքանչյուր մարդ կարող է մասնակցել ինտելեկտուալ խաղի եւ այս պարագայում նաեւ բարեգործություն անել։ Այսինքն, եթե դուք անհատ եք, 2 հոգով եք, 3 հոգով եք, կարող եք այսօրվանից արդեն հասանելի կլինի նաեւ տոմսերի տարբերակը, կարող եք մասնակցել եւ մենք տեղում թիմեր կձևավորենք եւ կընդգրկենք թիմերը 6 հոգանոց են, կընդգրկենք որոշակի թիմում եւ թիմային կխաղանք։ Եվ ունենք նաեւ տարբերակ կոմերցիոն տարբերակով, երբ որ կազմակերպությունը իր աշխատակիցների համար հետաքրքիր team building-ի տարբերակ է առաջարկում եւ գալիս են թիմով են մասնակցում, դա արդեն հստակ կորպորատիվ փաթեթներ ունենք, այս դեպքում տվյալ կազմակերպությունը հանդիսանում է նաեւ հովանավոր։ Ոչ միայն իր թիմը հաճելի ժամանակ անցկացնում, այլ նաեւ հովանավոր են դառնում։ Հաճելին օգտակարի հետ։ Հաճելին օգտակարի հետ եւ ուզում եմ ավելացնել, որ այս պահին արդեն ունենք կոմերցիոն թիմեր, ովքեր միացել են, բնականաբար անուններ չեմ ասի, բայց հայ մայրերի էջում ամբողջ ինֆորմացիան կա, այնպես որ շտապեք, ընդամենը մի քանի օր է մնացել։ Ահա, հետաքրքիր է, Արման, մինչև քանի թիմ կարող եք ներգրավել խաղին եւ ինչպես է լինելու ձևաչափը, մեկ հարցը հնչելու բոլորի համար, ինչպես են ի վերջո որոշվելու հաղթողները։ Շատ լավ, քանի որ սա սպորտային ինչ որտեղ էպի ձևաչափն է, այսինքն ոչ թե մեկ թիմ խաղում է հերոստատիտողների դեմ, այլ խաղում են տարբեր թիմեր, այսպես ասած, իրար դեմ, թե ով ավելի շատ հարցերի ճիշտ կպատասխանի։ Իսկ հարցը հնչում է, ենթադրենք 10 թիմ նստած են, բոլորը 1 րոպե հետո թղթիվա գրում են եւ պատասխանը հանձնում են։ Եվ վերջում ամփոփվում են արդյունքները, տեսնում են, որ թիմը քանի հարցեր ճիշտ պատասխանել եւ բնականաբար այն թիմերը, որոնք ավելի շատ ճիշտ պատասխան են տվել, զբաղեցնում են առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները։ Ասեմ, որ շնորհիվ հայ մայր կազմակերպության բազմաթիվ ընկերների եւ գործընկերների շատ մրցանակներ եւ նվերներ են ունենալու, նաեւ մրցանակներով առապել լինելու խաղը, իսկ խաղին կարող է մասնակցել հաշվի առնելով, որ Elite Plaza-ի կանաչ դահլիճում ենք անցկացնելու մինչեւ 25-30 թիմ։ Այսինքն ունենք հնարավորություն շատ թիմեր ընդգրկելու, իմիջիալույց ես ասեմ, բացի կազմակերպություններից, ընկերական թիմերից, կարող է նաև ընտանիքներով գալ, որովհետև շատերը տանը նստած այդ խաղը ընտանիքով նայում են ու փորձում են պատասխանել, հա։ Հիմա կարող են տանը նստած միշտ ավելի հեշտ է գտնել պատասխանել։ Իսկ մենք առաջարկում ենք գալ եւ տեղում պատասխանել, ու քանի որ մենք հասկանալով որ սիրողական մակարդակի խաղ պետք է լինի, հարցերն էլ մի փոքր ավելի հեշտ հարցեր ենք ընտրել, որպեսզի նաև հետաքրքիր լինի պատասխանել եւ հանկարծ չհուսատվեն, եթե իրենց մոտ չստացվի։ Հետաքրքիր, ինձ օրինակ հետաքրքիր է ինչ հարցեր են, գոնե մեկ օրինակ կարող եք ասել, թե դա արդեն խաղի ընթացքում գաղտնիք է, հիմա որ լսեն։ Չէ, իհարկե կարող եմ օրինակ բազայից մեկ օրինակ բերել, հարցերը շատ բազմազան են, ինչպես Սահականությունն ասաց, մեր հարցերը չեն պահանջում շատ հստակ գիտելիքներ։ Այո, իհարկե ինչ որ բազային գիտելիքներ պետք են, բայց որոշ դեպքում նաև կարելի է կռահել։ Օրինակ մի հասկա ասում են, նա պատմում է սիրո մասին իր կյանքի գնով։ Ծաղ երիցուկը։ Այո։ Անպայման կդակավորի։ Բրավո, Սևակ։ Ճիշտ եմ հասկանում, որ մենք սպասենք ձեր թիմին։ Սևակի թիմին։ Դու կգաս որպես, ինչպես ասում են, գրուպը պադերժկի աջակցելու համար։ Բրավո, Սևակ։ Ես մի քանի տարի երիտասարդական ալիքում ինտելեկտուալ խաղ եմ վարել, հետեւաբար հարցը չգիտեի, բայց հեշտ էր գուշակել։ Ես հասկացա։ Ասա, Սևակ։ Ուզում էի հարցը տալ Սահականուշին, մենք գիտենք, ձեր կազմակերպությունը տարիներ շարունակ օգնում է կարիք ունեցող, չէ, երեխաների, մայրերի, ծնողների եւ նաեւ Նարինեի անունը նշեցիք, ողջունենք եթերից նրան եւ շնորհակալություն հայտնենք այս հրաշալի գործունեության համար։ Ինձ հետաքրքիր է ինչին են ուղղվելու բարեգործական միջոցները, բնականաբար ընդհանուր ոլորտը պարզ է, բայց եթե կա կոնկրետ նպատակ, թե ինչի համար եք ծախսելու, խնդրեմ նշեք։ Իհարկե ողջունենք Նարինեին եւ ասեմ, որ հենց Նարինեի շնորհիվ մեր կազմակերպությունը
տարեց է։ տարի աճում է, Այո։ ոչ միայն ապրում է այս բարդ ժամանակաշրջանում, հատկապես վերջին տարիներին բավականին բարդ է առաջ քայլել է, այսպես ասած, բայց Նարինեի շնորհիվ, Նարինեի մեծ ընկերական համայնքի, մեր բարերարների, աջակիցների ընկալման, ըմբռնման եւ հոգատարության շնորհիվ մեր կազմակերպությունը իսկապես աճում է։ Դա եւ փաստում է մեր ծառայությունների բազմազանության փաստը, դրա մասին խոսում է, եւ շահառուների թվի մեծ աճը։ Դա մի կողմից մի քիչ տխուր բանով եմ ասում, որովհետեւ շատանում են շահառուների թիվը, բայց քանի դեռ կան նրանք, մենք մաքսիմում աշխատում ենք հնարավորություն ունենալ բոլորին ընդգրկելու։ Դժվար է բոլորին ասելը, բայց մեծ քանակին ընդգրկելու։ Այս պահին մոտավորապես 700 շահառու ունենք, տարեկան մեզ մոտ բուժում ստացող Երազի տուն վերականգնողական կենտրոններում եւ այս պահին արդեն ունենք 2 մասնաճյուղ։ Երևան քաղաքում շատ այսպես փորձում ենք ամեն ինչ անել, որ մարզային օղակներ էլ ստեղծենք, որովհետեւ կարիքը ցավոք սրտի շատ կա։ Այս նախաձեռնության ամբողջ հասույթը ուղղվելու է հենց երեխաների վերականգնողական բուժմանը, որովհետև ասեմ ինչու, էլի այս տարի, երբ որ հաշվարկեցինք մեր շահառուների թիվը եւ հստակ շատ մեծ քանակ ունենք նաև Արցախից եկած երեխաների հաշմանդամություն ունեցող եւ ռեսուրսների համաչափ բաշխման արդյունքում այս պահին ճիշտ ենք համարում, որպեսզի երեխաները ստանան վերականգնողական բուժում կենսական նշանակություն ունեցող։ Ունենք նաև թեև Արմանի հետ քննարկեցինք, որ այս մրցաշարը նվիրում ենք կանանց, ունենք նաև ծրագիր հաշմանդամություն ունեցող երեխաների եւ Արցախի սպորտնի տեղահանված կանանց մասնագիտական աջակցության եւ գույք տրամադրելու հետ կապված, բայց հաշվի առնելով երեխաների առաջնահերթությունը, այս պահին դրա համար հասույթը ուղղվելու է հզոր մայրերի երեխաների վերականգնողական բուժմանը։ 700 շահառու, որ նշեցիք, խոսքը հենց երեխաների մասին է, 700 երեխա, հիմնականում ինչ խնդիրներով են։ Մեզ մոտ հիմնականում մանկական ուղեղային կաթված ախտորոշումով երեխաներն են վերականգնողական բուժում ստանում։ Այս պահին բավականին մեծ քանակ ունենք նաև մինչև 1 տարեկան երեխաների, ինչը այս դեպքում ախտորոշում չի դրվում, բայց զարգացման հապաղում է երեխաների մոտ եւ ունենք ինտենսիվ ծրագիր մինչև 1 տարեկանների համար, ում արտահերթ ենք ընդունում, որովհետեւ դա լավագույն ժամանակահատվածն է, որ բժշկական տեսանկյունից կարողանում ենք մաքսիմալ մեծ ազդեցություն ունենալ։ Դրա համար ունենք շահառուներ, ովքեր մեկից բարձր տարիքի են, այսինքն տարիներ շարունակ մեր շահառուն են, բնականաբար նրանց չենք կարողանում հերթը խախտել, այսպես ասած, որովհետև յուրաքանչյուր երեխա իսկապես կարիք ունի շարունակական վերականգնողական բուժման, որի բացակայությունը բերում է մի շարք խնդիրների։ Երբ որ մենք ասում ենք շարունակական երեխան ունի վերականգնողական բուժման կարիք, շատերի համար մի քիչ բան է ստացվում, հա, լավ, ամեն ամիս այդ երեխան պիտի ստանա, այո, ցավոք ամեն ամիս այդ երեխան պետք է ստանա վերականգնողական բուժում, հակառակ դեպքում կունենա ցավ, դեֆորմացիաներ, վատ թարացում, ավելի վատ թարացում եւ դա ավելի մեծ խնդիր կլինի հետագայի համար։ Էլ չեմ ասում երեխաների ընտանիքների համար ինչքան մեծ դժվարություն է այդ տարիների ընթացքում այդ շարունակական վերականգնողական բուժումը ապահովելու։ Հասկանալի է, առողջություն մաղթենք բոլոր փոքրիկներին, տոկունություն եւ այսպես համբերություն նրանց ծնողներին եւ շատ կարեւոր է որ կան հայ մայրերի նման կազմակերպություններ, որոնք փորձում են այս կամ այն կերպով իրենց վրա վերցնել այս կարեւոր գործը, պատասխանատվությունը եւ ֆինանսական միջոցներ, ինչու՞ չէ նաեւ այսպես հոգատարություն ցուցաբերել ծնողներին եւ փոքրիկներին միջոցառման մասնակցելու պայմանների մասին եւ գրանցումների մասին կխոսենք արդեն փոքրիկ գովազդային դադարից հետո։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:27 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը եւ խոսում ենք ինչ որտեղ երբ բարեգործական ինտելեկտուալ մրցաշարի մասին, որը ապրիլի 8-ին է կայանալու ժամը 19-ին եւ այժմ ճիշտ պահն է հասկանալու թե ինչպես մարդիկ կարող են գրանցվել։ Արման Նախ կարող են գրանցվել հայ մայրեր բարեգործական կազմակերպության էջին գրելով եւ ասելով թե ուզում են մասնակցել որպես անհատ թե կազմակերպություն, դե եթե որպես կազմակերպություն, ապա իրենց հետ արդեն պետք է համաձայնեցնեն պայմանները, թիմով են գալու, քանի հոգի հետ լինելու թիմը, կարիք կա իրենց հետ անհատներ գցելու թե ոչ։ Եվ որպես անհատ կամ թեկուզ թիմով կարող են տոմսերը գնել եւ մասնակցել։ Տոմսերը այսօր արդեն հասանելի կլինեն event-hub.am կայքում, օրվա երկրորդ կեսին հասանելի կլինեն եւ կարելի է ուղղակի մտնել եւ տոմսի արժեքը լինելու 5000 դրամ եւ գնել համապատասխան քանակի տոմսեր։ Ուղղակի կրկին նշեմ, որ եթե որպես կազմակերպություն են ուզում մասնակցել, ապա ցանկալի է որ որպես կազմակերպություն հանդես գան որպես աջակից, որոշակի գումար փոխանցելով ՀԿ-ին եւ արդյունքում իրենց թիմը գա եւ իր համար լինի, ասենք, team building, ինչպես նշվեց։ 5000 դրամ դուք նկատի ունեք մասնակցության մեկ անձի համար արժեքն է։ Իսկ եթե կարող են գալ ուղակի դիտել խաղը, այս բարակայում, չգիտեմ, հյուրեր ընդունում եք, սպասում եք թե ոչ։ Այո, իհարկե կարող են գալ, բայց մենք հորդորում ենք մասնակցել եւ ասեմ, որ այնպեսի մթնոլորտ է տիրում, որ ցանկացած մարդ ով գալիս է ուղակի որպես դիտելու, թեկուզ մեր խաղերին, որ անցկացնում ենք մրցաշարի շրջանակներում, հյուրերը կամ դիտորդները դառնում են մասնակիցներ, որովհետև այդ drive-ը որ կա, այդ մթնոլորտը քեզ թույլ չի տալիս նստել ու пассив նայել։ Դու ցանկանում ես ինչ-որ թիմի կպնել, այդ թիմին միանալ եւ այդ թիմի կազմում խաղալ։ Այո։ Արման, դուք նշեցիք, որ ժամանակին եղել եք սիրահար նման խաղերի, այսօր այսպես սիրահարից անցել եք կազմակերպչի կարգավիճակի, ովքեր են ձեր կողքին եւ ովքեր են կազմում այս հարցերը, որոնք թե այս բարեգործական մրցաշարի ժամանակ եւ թե ընդհանրապես հայ-քույզի շրջանակներում տրվում են գիտակներին, խաղացողներին։ Ես իրական հիմա էլ եմ խաղում, ինչպես հեռուստատեսային տարբերական, ինչպես էլ սպորտային տարբերական եւ մեր թիմով տարբեր տեղեր խաղում ենք։ Ինչից էլ եկավ այս նախաձեռնությունը սկսելու գաղափարը, որտեվ մեր թիմով խաղում ենք Կարլեն Հակոբյանի կողմից կազմակերպված խաղին, ով հանդիսանում է Վեմինտելի հիմնադիրը եւ միասին ենք հիմա այս նախաձեռնությունը իրականացնում Հայքույզը։ Մեր կողքին է Վեմինտելի թիմը, մեծ խմբագրական եւ կազմակերպչական թիմով ու նաեւ խմբագիր է հանդիսանում իմ կինը, ով նույնպես խաղում է։ Եվ իմիջիալոց նախանցած տարի, եթե չեմ սխալվում, թե անցած տարի նախանցած տարի, երբ անցկացվում էր գիտակների կանանց թիմներ խաղում, հեռուստատեսային խաղին, այդ թիմում խաղում էր նաև իմ կինը։ Եվ հիմա ինքը հանդիսանում է մեր եւ մրցաշարի եւ բարեգործական խաղերի խմբագիր։ Ընտանեկան բիզնես, ճակերտավոր ասած։ Այո։ Ապրիլի 8-ին է տեղի ունենալու խաղը, որտեղ են գալու, ինչպես ձեզ հետ կապվեն բացի Facebook-ի միջոցով կապվելուց։ Հեռախոսահամարին զանգեն 093 71 01 06։ Ես միշտ հասանելի եմ։ Զանգահարեն թե անհատ որպես արդեն կուղորթեմ ինչպես գրանցվեն եւ այլն, թե որպես կազմակերպություն։ Խաղը մրցաշարը լինելու է Elite Plaza Business կենտրոնում, իհարկե շատ շնորհակալություն Elite Plaza-ն մշտապես մեր կողքին է, միշտ մեզ աջակցում է մեր բոլոր նախաձեռնություններում եւ ուզում եմ նաեւ նշել, որ լինելու է հետաքրքիր երաժշտական դադար, նախատեսել ենք, լինելու է, ինչպես Արմանն ասեց, բազմաթիվ մրցանակներ, խաղարկություն ենք նախատեսել, հյուրասիրություն ենք նախատեսել, այնպես որ մենք խոստանում ենք շատ լավ երեկո անցկացնել եւ ինչպես Արմանն ասեց, երբ որ ես օրինակ երեք իրենք խաղ ունեին եւ առաջին անգամ մասնակցեցի զուտ որպես դիտորդ եւ Արմանի ասացի նման ես արդեն կեսից մտածում էի հարցերի շուրջ ես մտածում, արդեն փորձում ես դու էլ գուշակել կամ չգիտեմ տրամաբանությունը հասկանալ, շատ
շատ վարակիչ է, շատ վարակիչ է եւ ուզում եմ նաեւ նշել, որ որևէ այսպես պարտադրանք չկա, այսինքն ինչպես նկատեցի, նույնիսկ կարող է մի թիմ լինել, որ ուղղակի հարցել պատասխանել չտալ, հա, որպես այդպեսին, այսինքն քո միավորներից կիչնի բնականաբար, բայց այնպես չի որ չէ դու պարտադիր ինչ որ մի բան պիտի գրես կամ չգիտեմ ինչ։ Անարգանքի սյունին Այո, որևէ մեկին, որևէ հա, շատ հետաքրքիր եւ հետաքրքիր էր նաեւ որ դպրոցականներն էլ կային խաղին, կային շատ ավելի մեծ 60+ տարիքի մարդիկ կային դպրոցականներ, ուսանողներ, այնքան շատ հետաքրքիր էր էլի այդ բաշխվածությունը եւ շատ կոչ եմ անում նույնիսկ ծնողներին, կարող են դասարաններով երեխաները թիմ կազմել, ինքը գումարը մեծ չի այս դեպքում, եթե որպես անհատ են գրանցվում, թիմ կազմել, գալ ու վստահեցնում եմ, որ մի անգամ գալ, թե այդ բարեգործության մշակույթը երեխաների մոտ էլ ավելի արմատացած կլինի, կարմատանա եւ թե ինտելեկտուալ խաղերի նկատմամբ սերը։ Հասկանալի է եւ Արման հետաքրքիր է ինտելեկտուալ բանակը Հայաստանում մեծանում է, հաշվի առնելով այսօր բավականին շատ են նաեւ համացանցում, այսպես on-line խաղերը առցանց, նույն ինտելեկտուալ, արդյոք մարդիկ դեռ նախընտրում են այսպես հավաքվել մեկ սեղանի շուրջ եւ դեմ առ դեմ քննարկել եւ գալ ճիշտ պատասխաններ գտնելու ճանապարհին։ Այո, եւ մենք փորձում ենք դա էլ ավելի խթանել, ինչպես նշեցի, գործընկերոջս հետ այդ ուղղությամբ տարբեր քայլեր ենք ձեռնարկում եւ կազմակերպում ենք ոչ միայն ինչ-որ տեղի, այլ նաեւ վիկտորինաներ, օրինակ վերջերս անցկացված բվիկ ընթերցանության մասույթի ժամանակ եւ վերջին փուլը պետք է լիներ եզրափակիչը 66 երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից եկել էին եւ այդ վերջին փուլին մասնակցելով պետք է ստանային իրենց մրցանակները մենք դրա շրջանակներում մի փոքր հատված անցկացրեցինք մենք եւ անցկացրեցինք վիկտորինա եւ այդ երեխաները բացի այդ մրցանակները որ նախատեսված էր մարզույթի շրջանակներում նաեւ ստացան մրցանակներ մասնակցելով մեր վիկտորինային մենք հարցերը կարդում էինք եւ բոլորը WhatsApp հավելվածում գրանցված էին եւ արագ պետքա պատասխան ուղարկեին այսինքն մենք փորձում ենք ոչ միայն ինչ որտեղ երբ ֆորմատով խաղեր անցկացնել, այլ նաև այլ բազմաբնույթ խաղեր ծավալվում ենք, նաև շուտով կլինենք մարզերում, տարբեր տեսակի խաղեր կանցկացնենք ինտելեկտուալ մարզերում եւ ուզում ենք սա լինի վարակիչ ու իրոք վարակիչ է, որովհետեւ երբ դու սկսում ես խաղալ, արդեն դրանից հետո դու սկսում ես կամ գուշակել, կամ հարցեր կազմել։ Drive-ի մեջ ես արդեն լինում եւ սկսում ես արդեն ավելի բացվել։ Ինչ որ փաստ ես իմանում, դրա շուրջ մտածում ես հարց, կամ ինչ որ մի բան է լինում, դու սկսում ես դա կեսից գուշակել, միջալուց իմ դեպքում ասեմ, որ շատ վատ է, որովհետեւ երբ ինձ անեկդոտ են պատմում, օրինակ, ես կեսից սկսում եմ գուշակել վերջավորությունը եւ մասնագիտական է։ Այո, երբ հասնում եմ վերջին եւ ես չեմ ծիծաղում, ասում եմ գիտեի, ասում եմ չէ, ուղղակի գուշակեցի։ Կողմնակի էֆեկտն է, ես ամենի։ Թող ձեր ինտելեկտուալ բանակը իսկապես մեծանա եւ կարեւոր է որ այն նաեւ նպաստի բարեգործությանը վերջում սահականուշ եւս մեկ անգամ խնդրենք հիշեցնել հեռախոսահամարը որին կարող են զանգել եւ գրանցվել խաղի համար բացի Facebook-յան էջից 093 71 01 06 նաեւ Instagram-յան, Facebook-յան հայ մայրեր էջերը Շատ բարի, հաջողություն մաղթենք ձեզ եւ այն բոլոր թիմերին, որոնք կգան, կմասնակցեն, փոքրիկ է, խորհրդանշական է մասնակցության գումարը 5000 դրամ, բայց դա կարող է իսկապես կյանքեր փրկել։ Եվ փաստացի մնացել է 10 օր ընդամենը, այնպես որ եթե հետաքրքրված եք, անպայման դիմեք, մասնակցեք, դրանով դուք եւ բարի գործ արած կլինեք եւ իհարկե հրաշալի ժամանակ կանցկացնեք։ Մեր տաղավարում էին Հայ մայրեր բարեգործական կազմակերպության PR եւ ֆոնդ հայթայթման պատասխանատու Սահականուշ Պողոսյանը եւ Հայ քույզ նախաձեռնության հիմնադիր Արման Հայրապետյանը եւս մեկ անգամ շնորհակալություն ձեզ նույնպես Մենք շարժվում ենք առաջ եւ այս պահին լսում ենք հերթական երաժշտական կատարումը, ճանապարհենք մեր հյուրերին ու արդեն վերադառնանք, անցնենք հաղորդման հաջորդ մասին։ Sanusce giure che le de sola fida mia yes taravem du giures le tu gala gala
Ալա ես խմեմ դեկել է դեցոլա ֆիրանյար Ծամերը լելե 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 անձի վարեց քուսերը եկել է դեցոլա ֆիրանյար երկե քո խաղի մեռնեն լելե 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 քո անուշցենին մեռնեն եկել է դեցոլա ֆիրանյար Ջուրը դեկել է դեցոլա ֆիրանյար երկե քո խաղին մեռնեն լելե 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 քո անուշցենին մեռնեն դեկել է դեցոլա ֆիրանյար դեկել է դեցոլա ֆիրանյար դեկել է դեցոլա ֆիրանյար արնե Մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը 10:39 մայրաքաղաքում եւ չենք հասցնում այսօր անդրադառնալ մեր Facebook-յան մեկնաբանություններին, թեև նաեւ հարց ունենք մեր ռադիոլսողներին օրվա թեմայի թատրոնի վերաբերյալ, եթե նոր եք մեզ միացել, ասենք, որ մարտի 27-ին նշվում է թատրոնի միջազգային օրը։ Եվ մենք շարժվում ենք առաջ ու իհարկե կարդում ձեր մեկնաբանությունները, Սևակ Թունյանն է գրել, Բարի լույս Վանաձորից, շատ հաճելի է լսել ձեզ։ Ողջունում եմ հանրային ռադիոյի աշխատակազմին եւ մշտական ռադիո ունկնդիրներին, մենք էլ ձեզ ենք ողջունում։ Համլետ Ալբերտի Միքայելյանը գրել է Բարի լույս ձեզ սիրելիներ, ոնց եք, ձեզ հետ միասին հաճելի անցնում ուղիղ եթերը, շատ շնորհակալ ենք, լավ օր բոլորիս, գարնանային ջերմ օրվա ընթացք։ Շնորհակալ ենք, Արթուրը եւս գրել է թատրոնը սկսվում է կախիչից, շնորհավորանքներս իմ ընկերներին եւ նմանապես ես էլ եմ դերասան։ Ուրեմն մենք էլ ձեզ ենք շնորհավորում եւ բոլոր այն մարդկանց, ովքեր թատրոնի հետ ունեն կապ։ Էդիկ Բաբուջյանը գրել է շնորհավորում եմ թատրոնի տոնը, հատկապես Գյումրու թատրոնի դերասաններին, մանավանդ մաեստրո Հովանես Հովանեսյանին։ Այո, շնորհավորում ենք Գյումրու թատրոնին անդրադարձանք, մենք էլ միանգամից բոլորին ենք շնորհավորում։ Եվ Արթուր Սուքիասյանն է շարունակում, մարտի 27-ն ինձ համար մեծ տոն է, շնորհավորում եմ իմ բոլոր գոլեգաներին եւ ընկերներին։ Սիրուշ Աբրամյանը պատասխանել է մեր այն հարցին, թե որ թատրոնն է իր սիրելին, նա նշել է կամերային թատրոնը, սա էլ առիթ է կամերայինցիներին էլ ողջունենք։ Եվ Արթուր Սուքիասյանը նաեւ ավելացրել է, նշեմ, որ մեր ամուսնության 10 տարին է եւ իմ հարսանիքը տեղի է ունեցել Սունդուկյանի անվան թատրոնում։ Օհո, Սունդուկյանում թատրոնը հարսանիքել է լինում։ Բավականին հետաքրքիր է, Արթուր, եթե մեզ լսում եք, մանրամասնեք, մեզ շատ հետաքրքրեց։ Արամ Իսահակյանը բարև ձեզ է գրել, իսկ Իրմա Աբրամյանը գրել է բարի լույս, սուրճ ու սեր, սիրում եմ հաճախել թատրոն, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հրազդանի դրամատիկական թատրոնի անձնակազմին։ Ահա մեր ռադիոլսողները օգնեցին մեզ այսպես պտտվել մարզերով եւ ողջունել ու շնորհավորել նաեւ մարզերում գործող թատրոններին ու նրանց աշխատակազմերին։ Մենք էլ միանում ենք շնորհավորանքներին եւ կարծենք փաստեր, այո, մենք խոստացել էինք, որ փաստեր ունենք թատրոնի հետ կապված, մի քանի փաստ առանձնացրենք։ Ալեքսանդրապոլի առաջին մշտական գործող թատերական խումբը ձևավորվել է 1865 թվականին Ալեքսանդր Մելիք Հայկազյանի շնորհիվ։
1865 թվականի մայիսի 23-ին ցուցադրվել է առաջին ներկայացումը Կարենյանի Շուշանիկ ողբերգությունը, համանուն կերպարի դերում էր Մկրտիչ Տեր-Դավթյանը, քանի որ աղջիկներին այն ժամանակ արգելված էր բեմ բարձրանալ։ Նույն թվականին ռուս թատերասերները ներկայացրել են Նիկոլայ Գոգոլի Ռևիզորը։ 1873 թվականին, երբ արդեն այսպես կանանց շարժումը սկսվեց, Սանդուղթ ներկայացման ցուցադրման ժամանակ առաջին անգամ բեմ բարձրացան Զարուհի Գուլումյանը, Երանուհի Տիգրանյանը, իսկ հետագայում նաև Կատերինե եւ Լուսնթակ Ձիթողցյանները։ Սա մենք խոսում ենք Ալեքսանդրապոլի թատրոնի մասին։ 1879 թվականին առաջին անգամ խաղացել են Գաբրիել Սունդուկյանի Պեպոն։ Ահա, Շեքսպիրի դրամատուրգիան առաջին անգամ ներկայացրել են 1901 թվականին։ Եվ ամենահայտնի իրադարձության մասին էլ ասում են հաստատ կիմանաք, 1912 թվականի օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Արմեն Տիգրանյանի Անուշ օպերայի պրեմիերան, որի հեղինակը նախապես պետք է լիներ Կոմիտասը։ Ահա, այս շենքը այսօր պահպանված է, գործում է Թումո կենտրոն, վերանորոգվել է եւ իսկապես սա պատմական մեծ արժեք ունեցող շենք է եւ գյումրեցիներիս համար հպարտանալու եւս մեկ առիթ։ Եվս մեկ հերթական է։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր թատերասերներին, թատրոնի մարդկանց եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հայկական թատրոնը զարգանա եւ իր դռները ել ավելի լայն բացի, ավելի շատ հանդիսատես ընդունի։ Եվ անհամբերությամբ սպասում ենք այսօր երեկոյան կայանալիք Արտավազդ թատերական մրցանակաբաշխությանը, որը ինչպես նշեցինք կապանում է անցկացվելու եւ այսօր պարզ կդառնան այսպես անցնող տարվա լավագույն թատերական գործիչները, ներկայացումները, դերասաններ, դերասանուհիներ եւ սա իսկապես այս ոլորտում աշխատող մարդկանց համար տոն է, անկախ նրանից արձանիկը իրենց հասնում է թե չէ։ Իհարկե, միանշանակ, բայց ինչպես ասում են, այստեղ այո, բարոյական հաղթանակը եւս հաղթանակ է, բայց շատ լավ է, շատ հաճելի է, երբ որ դու ստանում ես արձանիկը, այսինքն որպես հաղթող ես ճանաչվում եւ քո անունը եւս մեկ անգամ ընդգրկվում է հաղթողների շարքում։ Մարինա, երբ դպրոցական էիր, գնում էիք դպրոցով թատրոններ։ Հա, իհարկե գնում էինք թատրոններ, բայց ես հիմա ընդհանրապես ոչ մի բան չեմ հիշում, բայց հիշում եմ, թե որքան տպավորված էինք, որ մենք դասարանով տեղ ենք գնալու, մեզ տեղ են տանելու ու դա իսկապես շատ հետաքրքիր էր, հատկապես երբ ուսուցիչները մեզ հավելյալ բացատրում էին, օրինակ որ ներկայացումը ինչի մասին է, ինչը հետո գալիս էինք դասարանում վերլուծում էինք այդ ամենը, իսկապես շատ հետաքրքիր էր անցնում։ Հիմա դպրոցով այդպես տանում են, էլի, հա։ Այո, կա հա։ աբոնեմենտային ծրագիր, որ անվճար կարող են հաճախել թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ, ինչը շատ կարևոր է եւ տես նշեցիր, միգուցե այսօր շատ բան չես հիշում, ինչը նաեւ բնական է, ամեն չէ, կարդացած օրինակ գիրք, ֆիլմ չես կարող ծայրից ծայր հիշել, նույնը ներկայացում այն էլ փոքր հասակում դիտած, բայց դա իսկապես նստվածք է թողնում մարդու մեջ, որպես անց կայացման ճանապարհին անչափ կարևոր է եւ քանի խոսում ենք թատրոններից, նաեւ չմոռանանք, որ թատրոնի այսպես այլ ֆորմատները կան, նախ ռադիո թատրոնները, որի ավանդույթները այսպես սկիզբ են առել եւ շարունակվում են հանրային ռադիոյում եւ մենք այսօր էլ ունենք հնարավորություն մեր ծրագրում բարբերաբար ներկայացնել հին, այսպես ձայնագրված ռադիո թատրոնները մեր անվանի դերասանների ձայներով եւ հետագայում նաեւ մուտք գործեց հեռուստաթատրոն, չէ՞, տարբերակը, որը եւս հետաքրքիր տարբերակ է ու հետաքրքիր է, որ թե ռադիոթատրոնը, թե հեռուստաթատրոնը մինչեւ օրս էլ կենսունակ են, չնայած այս տեխնոլոգիական զարգացումներին, այն կանխատեսումներին, որ միգուցե հենց թատրոնը այսպես արդեն արդիական չէ, բայց հենց թատրոնն էլ է արդիական ու դրա տարբեր ձևաչափերը եւս։ Եվ ռադիոթատրոնի խորությունը որքան շատ է, չէ, այսինքն դու պատկեր չես տեսնում, անձամբ ներկա չես, բայց միայն ձայնով կարողանում ես հասկանալ սցենարը, սյուժեն, վերլուծել այդ ամենը, մասնակիցը դառնալ այդ խաղի եւ ընդհանուր սյուժեի։ Սա այն դեպքում, երբ օրինակ իրական ներկայացման դեպքում, չէ, փորձում են հնարավորինս ազդեցիկ դեկորացիաներ ունենալ, լույսը, այսպես միմիկաները, իսկ այս դեպքում բացառապես ձայնը, երաժշտությունը եւ այսպես ճիշտ մոնտաժային աշխատանքի դեպքում փոխանցվում է ամբողջ այդ էներգիան։ Սա եւս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ ռադիոն չի կարող խաբել, չի կարող կեղծել եւ ռադիոլսողը միանգամից զգում է կեղծիքը, որովհետեւ ձայնը ամենաանկեղծն է փոխանցում այն բոլոր լիցքերը եւ էներգիան ու էներգետիկան, որ կա,
այս կողմում գտնվող, ալիքներից այս կողմ գտնվող, հետեւաբար մենք եւս մեկ անգամ շատ ուրախ ենք, որ միացել եք մեզ եւ եթե այսքան ժամանակ լսում եք մեզ, հետեւաբար հասկացել եք, որ մենք ձեզ հետ մաքսիմալ անկեղծ ենք եւ կարողացել եք նաեւ ընկալել եւ ընդունել մեզ որպես ռադիոյի ձայն։ Դա իհարկե շատ հաճելի է։ Այո, անչափահաճելի է եւ եթերաժամի ավարտին մենք նաեւ սովորաբար ձեզ հետ կիսվում ենք մարզական նորություններով, բայց առաջարկում եմ եւս մեկ երաժշտական դաթար, որից հետո արդեն կամփոփենք եթերը։ Վարգարուն է, ծաղիքները արտնանում են, սիրո ճամփանից տանում է, ինձ տանում է, բարտիները օրորվում են, հարսերի պես շորորվում են, նրանց դիմաց մոլորվում եմ անդադար, սրտիս մեջ էլ կյանքում այիս, խենթի նման ման եմ գալիս, անարաշխար ինձ ժպտում է խանդավար, իմ չորս կողը վարդուն ասակ, հազար կարոտ ու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Հովի նման մեղմ քայլում եմ, աչքի տակով ինձ նայում են, բայց իմ կողքով լուր անցնում են Ամեն աղջիկ մի բերի է, մեկը մեկից սիրելի է, նրանց ձեռքին ես գերի եմ սիրար Սրտիս մեջ էլ կյանքում այիս, խենթի նման ման եմ գալիս, արարաշխար ինձ ժպտում է խանդավար Չորս կողմը վարդուն ասակ, հազար կարոտ ու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Սրտիս մեջ էլ կյանքում այիս, խենթի նման ման եմ գալիս Արարաշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չորս կողմը վարդուն ասակ, հազար կարոտ ու երազանք Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Սուրճ ու սեր առավոտից Սուրճով սիրով շարունակում ենք մեր ուղիղ եթերը եւ եթերաժամի այս հատվածում սովորաբար ձեզ հետ կիսվում ենք մարզական եւ ինչու ոչ նաեւ աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր իրադարձություններով։ Մարզականից առանձնացնենք Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկանում շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում լինելով Ինտերի առանցքային ֆուտբոլիստ։ Իմ ցանկությունը բարձր մակարդակով ավարտելն է այնպիսի ակումբում, ինչպիսին Ինտերն է։ Այս պահին ես երջանիկ եմ այստեղ, կցանկանայի շարունակել, իսկ հետո կտեսնենք թե ինչ կլինի։ Եկեք սպասենք մինչև մրցաշրջանի ավարտը եւ հետո տեսնենք կմնամ թե կգնամ։ Պայմանագրի երկարաձգումը մինչև 2027 թվականը, ինչու ոչ, բայց կախված է նրանից թե ինչ մարզավիճակում կլինեմ եւ ինչ կարող եմ տալ թիմին, ասել է մեր Հենոն։ Անցնենք մեր սիրելի գործին, հաշվենք ֆուտբոլիստների փողերը, եկամուտները հայտնի են դարձել իսպանական Լա Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների աշխատավարձերը եւ ահա վարկանիշը գլխավորում է Կիլիան Մբապեն Ռեալ Մադրիդից 267 միլիոն եվրո, Վինիսիուս Ժունիորը Ռեալ Մադրիդից 2.5 միլիոն եվրո երկրորդ տեղում է եւ լավագույն եռյակը Ռոբերտ Լևանդովսկին է եզրափակում Բարսելոնայից 2.17 միլիոն եվրոյով, Դուր գալ մի տեսակ։ Բայց արի շարունակենք Դավիթ Ալաբան Ռեալ Մադրիդից 1.88 միլիոն եվրո եկամուտ ունի, Ջուդ Բելինգհեմը Ռեալ Մադրիդից 1.67 միլիոն եվրո եւ Յան Օբլակը կրկին 1.67 միլիոն եվրո, այսպես 5-ից 6-րդ հորիզոնականները կիսում են Ինչ արել։ Բարով ծախսեք, ինչպես ասում են։ Այս պահին էլ արդեն հայտնի է առաջիկա ֆուտբոլի աշխարհի առաջնության 7 մասնակից հավաքական։ Միացյալ Նահանգների, Մեքսիկայի եւ Կանադայի հավաքականներն ավտոմատ կմասնակցեն աշխարհի առաջնությանը որպես մրցաշարի կազմակերպիչ երկրներ։ Ընտրական փուլում առաջինը աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել էր Ճապոնիայի հավաքականը եւ արդեն ասիական գոտում երկրորդ ուղեգիրը նվաճեց Իրանի ընտրանին։ Ավելի վաղ աշխարհի առաջնությունում իր տեղն ապահովել էր
նաև Նոր Զելանդիայի ընտրանին, որը հաղթել էր Օվկիանիայի գոտու եզրափակչում։ Արգենտինայի ընտրանին դարձել է Հարավային Ամերիկայի առաջին հավաքականը, որը պաշտոնապես իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Եվ ինչպես երեք նշեցինք, շուտով ապրիլի 13-ին Մոլդովայում կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի առաջնությունը, որտեղ մենք միշտ ունենում ենք հրաշալի մրցելույթներ եւ հաղթանակներ, եւ ահա օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում են Եվրոպայում 2024 թվականի լավագույնների կոչումներին, քանի որ նրանք այսպես ներառվել են մեր երեք մենք ամբողջական ցանկը ընթերցեցինք եւ այս երկուսին էլ առանձնացրինք, որովհետեւ նրանք հավակնում են իսկապես դառնալ չեմպիոններ։ Հա, բայց այնտեղ որտեղ կա Լաշա Տալախաձեն Վրաստանից եւ ամեն անգամ գալիս ու հաղթում են, որ ասում ես դե լավ էլի, բայց հույս ունենանք, որ այս անգամ իսկապես մենք էլի կունենանք ոսկե մեդալ։ Այո, այս պահը իսկապես շատ հուզիչ է, այսպես երեք էլ դրա մասին խոսում ենք, այնպես որ դեռ մինչև ապրիլ բարբերաբար կթարմացնենք տեղեկությունը եւ նաեւ այդ օրերին էլ վստահ ենք, որ կխոսենք հաղթանակների մասին։ Իսկ ինչ կա աշխարհում, Մարինա։ Աշխարհում մշակութային կյանքում շատ հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառում։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան եւ մեներքիչների Ինգա Արշակյանի, Գորսուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շարլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ համերգին մասնակցել են նաեւ երգիչ Ժյուլ Գրիզոնը, վոկալ եւ Նոբույակի Նակաժիման դաշնակահար։ Այո, երեք բավականին գեղեցիկ լուսանկարներ արդեն տարածվել էին համացանցում եւ մեկ լուր էլ այսպես տիեզերքից խոսեցինք ամեն ինչից, մշակույթ, սպորտ, մի քիչ էլ տիեզերքից խոսենք։ Միացյալ Նահանգների ազգային ավիատիեզերական գործակալության ՆԱՏՕ-ի Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի մասին ենք խոսում, որը ֆիքսել է նոր աստղի ստեղծում գազի եւ փոշու մեջ, այս լուրը Associated Press-ն է հայտնում։ Այն գտնվում է երկրից 625 լուսնային տարի հեռավորության վրա, դառնալով Ծիրկաթին գալակտիկային ամենամոտ նորաստեղծ աստղերից մեկը եւ ըստ ՆԱՍԱ-ի մեկ լուսնային տարին հավասար է ավելի քան 10 տրիլիոն կիլոմետրի։ Լուսանկարը նաեւ ՆԱՍԱ-ն հրապարակել է, կարող եք փնտրել համացանցում եւ տեսնել, այսպես բավականին հետաքրքիր է, այո, նոր աստղի ծնունդը, խոսքը ոչ թե շոու բիզնեսյան աստղի, այլ իրական երկնքում փայլող աստղի մասին է։ Մենք շնորհակալ ենք բոլորիդ ուշադրության համար, ձեզ արդեն պետք է հրաժեշտ տանք, որովհետև եթերաժամանակն ավարտվում է, տաղավարում աշխատեցին Մարինա Գրեգը եւ Սևակ Հակոբյանը, սուրճ ու սեր առավոտից եւ սերը թող ձեզ ուղեկցի ամբողջ օրվա ընթացքում։ Այո, ձեզ խաղաղ եւ արդյունավետ օր ենք մաղթում եւ առաջարկում նաեւ օրը շարունակել Հանրային ռադիոյի հետ, քանի որ բազմատեսակ եւ հետաքրքիր հաղորդումներ են ձեզ սպասվում եւ բացի դրանից յուրաքանչյուր ժամագլխին Ռադիո Լուրի մեր գործընկերները թարմացնում են տեղեկատվությունը եւ ձեզ ներկայացնում օպերատիվ, ճշտված լուրեր Հայաստանից եւ ամբողջ աշխարհից։ Կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն տեղում։ Սուտետում ես առանցյարի, հոգիս դատարկու խավար, ախի միարը չկա կողքի սիրտս կուլա առանցյար։ Մի թող աչքս ճամպի ծառի, մի թող աչքս ջուր դառնա, իմ դարմանը քո աչքերն են, քո աչքերն ինձ տեղ ու ջար, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրուն ջար, սեր եմ գտել կաղքի միջին թարլն և սիրուն յաջար, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրուն ջար, սեր եմ գտել կաղքի միջին թարլն և սիրուն յաջար։ Գնամ սիրտս բանամ, դարդաս պատմեմ անցվորին, թող որ լուրը հասնի յարիս յարս հերվից հագալիս։ Արար աշխարհման էլ եկել, չկա քեզ պես աննման, մեկ ատիկ ես տղոնց միջին սիրտս նավեր քեզ կտա, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրուն ջան, սեր եմ գտել կաղքի միջին թարլն և սիրուն յաջար, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել
Սուրճ ու սեր առավոտից։